Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր եւ նախկին ենթակաների գործը քննող դատավոր Սարգիս Պետրոսյանին առաջարկեց սահմանել կարգ, թե դեմքի ինչ արտահայտություն ունենան եւ ինչ շարժումներ չանեն սանկցիաներից խուսափելու համար։ Անցած անգամ հաստատան Նորբելան երկրի սխալում նկատողություն ստացել դեմքի արտահայտության համար, ես նկատողություն եմ ստացել ձեռի շարժման համար։ Հիմա ես շատ կցանկանայի, որ այս դատարանը կանխատեսելի դատարան լինի, չեմ ցանկանում նկատողություն ստանալ սանկցիայի նկատմամբ, այն հաստատանի նկատմամբ, որովհետև կարող է 3 անգամ կերարեք, հետո զրկեք հաստատանի իրավունքից ինձ պաշտպանելու եւ հասնել նրան, որ այս դեպքում փորձալու հաստատան նմանապես չմնա։ Իրավունք ունեմ երևի մտածելու, որ նման շարժառիթ այս դատարանը կարող է ունենալ։ Պաշտպանները շարունակեցին ներկայացնել իրենց դիրքորոշումը Քոչարյանի եւ մյուսների մեղադրանքը փոփոխելու դատախազության միջնորդության վերաբերյալ։ Ըստ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի այս միջնորդությունը չի կարող քննության առարկա դառնալ եւ պետք է առանց քննության թողնվի ու մերժվի, իսկ գործը կարճվի։ Ըստ նրա մեղադրանքի փոփոխությունը չպետք է ներկայացվեր նախնական դատալսումների ժամանակ, այլ դատարանի առանձին սենյակ հեռանալուց անմիջապես առաջ։ Հաշվի առնելով, որ հայտնային մեղադրողի կողմից ներկայացված միջնորդությունը դատական բարույթի տվյալ ենթարկելու առհասարակ չէր կարող ներկայացվել, ուստի դատարանը այն ոչ ժամանակի ներկայացված լինելով հիմքով պետք է թողնի առանց քննության, հակառակ դեպքում խախտվում է նախնական դատալսումների ողջ տրամաբանությունը, կառուցվածքը, խնդիրները։ Օրբելյանի դիրքորոշումը 87 թերթ է։ Շարունակությունը կներկայացվի հաջորդ նիստին։ Նախորդ նիստերում մեղադրողները միջնորդել էին փոփոխել Քոչարյանի եւ նրա նախկին ենթակաների մեղադրանքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով։ Դատարանը մեղադրանքները փոփոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի կողմերին լսելուց հետո։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։